Ով կարող ասի, որ նա աշխարհի ամենաթանկ մեքենան։ Ասեմ, որ այդ մեքենայից բոլորս էլ ունենք, դա մեր սեփական օրգանիզմն է։ Այդ մեխանիզմն է, որը պետք է սնուցել, մաքրել, պաշտպանել, որտեղ դա էլ մաշվում է ժամանակի ընթացքում, որ օգտագործում ենք, իսկ թե ինչքան կծառայի մեզ, արդեն կախված է մեր գործողություններից։ Հիմա պատկերացրեք, եթե դուք ունենայիք Rolls-Royce, Bentley, չեք գնա, չէ, ասենք էժան անորակ բենզին լցնեիք կամ ինչ-որ բարելի։ Գնայիք լավը կլցնեիք, թանկանոցը կլցնեիք, որտեղ լավ մեքենա է, ափսոսա։ Հիմա պատկերացրեք, մենք էլ նույն ձև մեր օրգանիզմը լցնում ենք վառելիքով, որ աշխատի, գործի, մաքրում ենք, խնամում ենք, ինչ է ուրեմն մեր ամենաթանկ մեխանիզմը, որը մենք ամեն մեկս ունենք, դա փչացնում ենք վատ որակի սնունդով, վատ որակի վիտամիններով, հավերով, դեղերով եւ այլն։ Դա այն միակ մեքենան է, որը հնարավոր չի փոխել։ Մենք մինչև կյանքի վերջս մեքենայի մեջ պետք է ապրենք։ Դրա համար ուշադրություն դարձրեք ձեր սննդին, ինչ որ օգտագործում եք, վիտամիններին ինչ որ օգտագործում եք, միշտ ընտրեք լավագույնը։ Ինքս օգտագործում եմ հենց ֆիկտային վիտամինները գերմանական արտադրության, ահա, այսպիսի վիտամիններ են, սա երեկոյան, սա առավոտյան, սա սնուցում, մաքրում ու պաշտպանում է օրգանիզմը ցանկացած տիպի վտանգավոր վիրուսներից եւ